Ունքն ուղղելու փոխարեն աչքը հանեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Իրավագետների գնահատականն է կենտրոնական ընտրականի 10 կոտորակ 51 եւ 35 կոտորակ 65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներն անբավեր ճանաչելուն։ Առաջինը արել են մի բան, որ իրավունքը չունեին։ Ընտրական օրենսգրքի մի քանի դրույթ է խախտել ԿԸՀ-ն, ասում են փաստաբանները, բացատրում։ Օրենքով առանձին տեղամասի քվեարկության արդյունքներն անբավեր ճանաչելու իրավասությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովին չէ։ Այդ լիազորությունը վերապահված է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։ Հիմա բայց ընտրական օրենսգիրքը ասում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը դու կարող ես քո վերահսկողական ֆունկցիայի կամ անձի դիմումի հիման վրա վերանայել ընտրատարածքայինի որոշումները բացառությամբ, եթե դրանք վերաբերվում են ընտրության արդյունքների։ Ըստ մասնագետների հաջորդ խախտումը, որը արել է ԿԸՀ-ն, շուտապույտ գնահատական տալն է։ Ընտրությունների արդյունքին վերաբերող այդ գնահատականը չի կարող օբյեկտիվ լինել, եթե վերահաշվարկը ավարտված չէ։ Մենք վերջնական ամփոփում ունենում ենք հենց հունիսի 14-ի դրությամբ։ Հիմա մինչև քվեները վերջնական հաստատելը, դու ինչ գիտես, ասենք 20, 30 կամ 150 ձայն, որ չեղարկում ես, ազդելու է վերջնական արդյունքների վրա, թե ոչ։ Ըստ ընտրական օրենսգրքի խախտումների առկայության պարագայում կենտրոնական ընտրականը նախ պետք է գնահատի, ազդում են արդյոք այդ խախտումները ընդհանուր արդյունքի վրա։ Եթե խնդիրը հնարավոր է լուծել առանձին տեղամասերում վերաքվեարկությամբ, նշանակվում է վերաքվեարկություն։ Եթե վերաքվեարկությունը չի փրկի, ընտրությունների ամբողջ արդյունքն է անվավեր ճանաչվում։ Այս նուրբ զգայուն վիճակում դու բռնես ծառը բուժելու փոխարեն կամ իր հիվանդ ծառը հետևելու փոխարեն բռնես կացինով իրան արմատներից քոքից փոքես, դրա համար էլ մարդիկ նորմալ չեն վերաբերվում, անկեղծությանը չեն հավատում։ ԿԸՀ-ի առանձին ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը ակնհայտ ապօրինի ակտ է մի քանի ասպեկտներով, պնդում է փաստաբանը։ Ընդգծում, ստացվում է ուղղակի հանել ու մի կողմ են նետել մի քանի ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Պետք է վերցնել այս օրենսգրքով չնախատեսված ապօրինի իրավական այս բանին, կենթանուն որոշման տեսքով եւ տանել իրան վերացնել դատարանում։ Հակոբյանի հորդորն է Հայաստան եւ ուժեղ Հայաստան դաշինքներին, հատկապես ԲՀԿ-ին, վարչական դատարան դիմել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 10 կոտորակ 51 եւ 35 կոտորակ 65 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու որոշումը անվավեր ճանաչելու համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, եթե որոշում ընդունի Երևան քաղաքում ծառահատումների մասին, այդտեղ ինչ-որ վիճելու բան չկա, էլի ակնհայտ կլինի, որ պետքա տանել դատան, ասել, եթե ինչ-որ մեկին դա հետաքրքրի իհարկե, տանել դատան, ասել արգել դատան, այս մարդիկ ուրիշ բանով են զբաղված, ուղղակի ասա, որ այդպես բան չի եղել, այդպես որոշում չի եղել։ Հիմա էս էլ է այդ դեպքը։ Իշխանությունը չի էլ թաքցնում, որ ընդդիմադիրների հետ արդեն առանց կանոնների մարտեր է վարում, նկատում են իրավունքի մասնագետները։ Ամենազգայուն պահին, ամենաամփույթ, կոպիտ եւ ապօրինի ձևով։ Արփիչ Քեսյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։